Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Դասի ժամին ոնց եք եկել։ Չենք կարող մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջատեցինք ժամերը։ Տասնյակ տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ դասի ժամին վարչապետի քարոզարշավին։ Ես հանձնարարել եմ ծառայական քննությունա նշանակված ամեն ինչ երեխեքի համար։ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը խոստանում են խաղաղությունը երաշխավորել դրսից։ Մեզ պետք է երկիր, որը ստորագրի։ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Գագիկ Ծառուկյանը վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի թիրախում է։ Արա գնացեք դուք մեր գերիներին բերեք։ Աղամոտը։ Երևանում է ամերիկյան պատվիրակություն, որը պետք է նախագծի Թրամփի ուղին։ Թրամփը ժամանել է Չինաստան, վերջին 10 տարում Ամերիկայի առաջին ղեկավարի այցն է։ Անչափահասներին սեռական բռնության ենթարկելու գործի շուրջ աղմուկը չի մարում։ Քարոզարշավը եռում է, վարչապետն արագածոտնում է, այցը սկսվեց ընտրախախտումների մասին ահազանգերով, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար բազմաթիվ աշակերտներ եւ ուսուցիչներ դասերն ընդհատել են։ Մեր թղթակից Ռոբերտ Զարգարյանն է հետևում քաղաքացիական պայմանագրի արշավին։ Ռոբերտ, բարի երեկո, վարչապետը արդյոք անդրադարձել է դիտորդների հայտարարությանը վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Բարի երեկո Կարլեն, այո վարչապետը մոտ 1-1.5 ժամ առաջ շատ կարճ անդրադարձավ այդ ահազանգերին, Ուջանում իր քարոզչական մեկ հանդիպումից հետո ասաց, որ ծառայական քննություն է հանձնարարել իրականացրել, թե ինչ պատասխանեց Փաշինյանը, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Որևէ խախտում չի կարող անհետևանք մնա։ Տեղյակ եք։ Ես հանձնարարել եմ ծառայական քննությունա նշանակված ամեն ինչ Երեխեքի համար։ Բայց վաղ բրիֆինգ կանեմ, կպատասխանեմ։ Կարլեն, հիմա փորձեմ շատ կարճ հիշեցնել ինչ տեղի ունեցավ այսօր, առավոտից Փաշինյանն ու իր թիմը արագածոտնում են եւ կեսօրին մոտ լրատվամիջոցներից մեկը նկատեց, որ ու արձանագրեց տեսախցիկով, որ դպրոցներից ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին, երբ նրանք պիտի դասի լինեին, եկել էին հավաքների, նույնիսկ գազելով էին եկել հանրահավաքին, հանդիպմանը, ուսուցիչները այդ մասին շատ բաց խոսեցին տեսախցիկի առջև, որ դասերը նույնիսկ շուտ են ավարտել, որ կարողանան այդ հավաքին մասնակցել, ինչից հետո նախ կրթության նախարարությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություններ տարածեցին, գրեցին, որ վարչական ռեսուրսի կիրառումը անթույլատրելի է, դպրոցները քաղաքականությունից պետք է հեռու պահել, սակայն պետական այս կառույցները քաղաքացիական պայմանագրի անունը չտվեցին, իսկ արդեն ավելի ուշ ականատես դիտորդական առաքելությունը շատ ավելի մանրամասն մի հայտարարություն տարածեց, որտեղ նույնիսկ կանոններ նշեցին ըստ դիտորդական առաքելության արագածոտնի փոխմարզպետն է այս աշխատանքները համակարգել, հրահանգները տվել, թե ինչպես կազմակերպել ուսուցիչների ու աշակերտների մասնակցությունը այս հավաքներին, թե այդ ուսուցիչները ինչ էին պատմում օրվա առաջին կեսին, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Դասի ժամին ոնց եք եկել։ Այսօր մենք դասերը մի փոքր բան ենք արել, նորմալ։ Ինչ։ Կես ժամ։ Դելենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ բան է արել այս համար։ Շատ շնորհակալություն, Աստված նրան երկար։ Դուք դպրոցում որպես ուսուցչություն։ դուք եք կարճ արել։ Այո։ Բայց հիմա կասեմ, որ դա խախտում է, դասի ժամին եկել եք։ Չենք կարող մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջատեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, հանուն Փաշինյանի։ Դա դպրոցի միկրոավտոբուս է, թե մարզպետարանն է դրան։ Ուղարկված է շրջենտրոնից։ Կարլեն, իսկ արդեն օրվա քարոզչական մասը քաղաքացիական պայմանագիրը
աշտարակում է ամփոփում, հիմա էլ հանրահավաք է ընթանում, իսկ ինքը Փաշինյանը գրեթե իր բոլոր այս հանդիպումների ընթացքում նույն թեզերն է ըստ էության կրկնում, մեղադրանքի սլաքները շարունակում է նախկին իշխանությունների կողմն ուղղել, նաև Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժին է թիրախավորում, քննադատում պարբերաբար եւ ըստ էության կրկնում է իր 2021-ին հնչեցրած այն պնդումն ու թեզը, որ նախկինները թալանել են եւ իրենք էլ թալանվածը վերադարձնելու են, պատասխանատվության ենթարկելու 8 տարի իշխանության գտնվող ուժի ղեկավարը վերջին շրջանում նաև շարունակաբար պետական համակարգում եւ ամենուրեք ըստ էության, եթե իր բառերը ցիտեմ, մաֆիայի մասին է հայտարարում, ես այսօր երևի թե տասնյակ անգամ նրա շուրթերից մաֆիա բառն եմ լսել ու նա պնդում է, թե դրա դեմ են նաև պայքարում եւ այդ պատճառով թալանի վերադարձը չի ստացվում, բոլորովին վերջերս պարզել էինք, որ թեև միլիարդների թալան է եղել Հայաստանում ըստ փորձագետների, մինչ այս պահը 15 միլիոն դոլար, պլյուս մինուս 15 միլիոն դոլար է պետությունը վերադարձրել, թե ինչ էր խոսում Փաշինյանը, հիմա դիտենք ու կվերադառնանք։ Այդ մարդիկ մանկապարտեզի վրա նույն կալուգացի օլիգարխը մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող ագրե գողացել, Զորամասի վրա հոսանքի ավել փող ագրե գողացել, դպրոցի վրա հոսանքի ավել փող ագրե գողացել, պետական հիմնարկների վրա հոսանքի ավել փող ագրե գողացել, հետո ասում են մենք տեսած ենք, տեսած մարդը սենց բան չի անի, տենց բան կարանի, միայն ու միայն չտեսը, դուք տեսած մարդ չեք, դուք չտեսեք, բայց դուք անպայման տեսնելու եք, դուք անպայման տեսնելու եք ժողովրդական բռունցքի հարվածի ուժը եւ դա տեսնելու եք 2026 թվականի հունիսի 7-ին։ Չտեսամ ինչ որ խոսեցի, իրականում ամենակարևորը չի ժողովուրդ։ Ամենակարևորը բոլորովին ուրիշ բան է։ Ամենակարևորը այն է, որ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ այս խաղաղության առիթը շնորհավորում եմ բոլորին։ Բայց այդ խաղաղությունը այսօր ունի թշնամիներ։ Կարլեն, իսկ իր ելույթների առաջին մասում Փաշինյանը սոցիալական թեմաների է անդրադառնում, մասնավորապես պարբերաբար կրկնում է, հիշեցնում է կենսաթոշակների ավելացման մասին, հենց հիմա բառացիորեն Ռուբեն Ռուբինյանը այս թեմայի մասին խոսեց, սակայն քաղաքացիական պայմանագրի անդամներն օրինակ այսօր չխոսեցին այն մասին, որ Արագածոտնի մարզում միջին աշխատավարձը պաշտոնապես շատ ավելի ցածր է, քան Հայաստանի բազմաթիվ այլ մարզերում, այս վիճակագրությամբ մարզը վատագույն 3-րդ ցուցանիշ ունի, նաև չխոսեցին, որ այս մարզը ամենաարագ դատարկվողներից է, 2022-ից 24 թվականներին այս մարզում իրենց գրանցումը դադարեցրել են ավելի մեծ թվով մարդիկ, քան նոր մարդիկ են տեղափոխվել Արագածոտն ու գրանցվել, այս հարցերի պատասխաններին, ընդհանրապես այս հարցերին ԿՊԱ-ականները այսօր չանդրադարձան, իսկ հիմա հանրահավաքը շարունակվում է եւ ըստ էության հավանաբար արդեն վերջում վարչապետը ելույթ կունենա, տեսնում եմ նաեւ տեղադրված թմբուկ հանրահավաքի մեկնարկին էր տեսանելի, գուցե նաեւ թմբուկ խփի Փաշինյանը, իսկ ես էլ այսքանով եզրափակեմ այս ուղիղ հեռարձակումը։ Կարլեն։ Շնորհակալություն Ռոբերտ, այժմ անդրադառնանք ընտրապայքար մտած մյուս ուժերին։ Վարչապետի քարոզարշավի թիրախում վերջին օրին Գագիկ Ծառուկյանն է, Բարգավաճ Հայաստանի առաջնորդին Փաշինյանը երեկ հիշել էր որդու քրեական գործով, այսօր էլ Ծառուկյանի փեսային է անդրադարձել Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը, որպես ապօրինի գույք պետությանն է անցել։
Բարգավաճ Հայաստանի առաջնորդը Քարոզ Արշավի 6-րդ օրը Տավուշի մարզում է։ Մինչև այժմ վարչապետի թեկնածուի անունը գաղտնի պահող Գագիկ Ծառուկյանը Աչաջուր համայնքում հավաքված բնակիչներին հավաստիացնում է։ Ունեն լավ թիմ, խոստումնալից ծրագիր, որպեսզի երկիրը հանեն իր բնորոշմամբ ծանր վիճակից։ Շատ են խնդիրները Աչաջուրում, նեղսրտում է այս տղամարդն ու կենտրոնանում գյուղատնտեսության վրա։ Տարիներ առաջ ունեինք մինչև 250-300 հեկտար աշնանացորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-ից 2 հեկտար։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք, եթե գյուղնախարարություն չունենք, ինչի մասին ենք մենք մտածում։ Ապրես, դրա հիմնականն են ծարած, այո, որ քանդվի։ Այո։ Գյուղնախարար չկա, մարդը պետք է գնա դիմի։ Գյուղատնտեսության մասին ծավալված զրույցը Ծառուկյանը երկար չի շարունակում, առաջարկում է մարդկանց քայլ անել, որ փոփոխություն լինի։ Դժգոհ է իր տպավորությամբ շուրջ բոլորը միմյանց վիրավորում են։ Նա նկատի ունի նաև վարչապետին։ Գլուխներդ պատին կտակ, չոքացրած բոլորիդ բերելու եք պատասխանատվության։ Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար պնդում է, թե ինքն իրավապահների աշխատանքին չի միջամտում, 3 հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի որդուն անվանել էր լակոտ եւ սպառնացել մեջբերեմ վզից բռնած, Բելարուսից բերել եւ ենթարկել պատասխանատվության։ Այսօր ժողովուրդը արդեն զզվում է։ Ոչ ուզում է հայոյանք լսի, ոչ վիրավորանք, ոչ ինքը ցանկանում է լիարժեք, որ կարողանան իրաց մասին մտածեն, մի քայլ կատարեն, մարդու մատից մի փուշ անեն, մարդուն հնարավորություն տա, այս կյանքում կարողանա ապրի, վայելից, դեմքին շպիտ գա։ Իսկ այդ դադար խոսացողները, որ կյանքում քարը չեն դրել, նրանք ոնց կարան։ Ծառուկյանը, որ 2018-ի հեղափոխությանը միացավ այն փուլում, երբ գրեթե հասունացել էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այսօր հայտարարեց նաև ինքն է մեղավոր եղած խնդիրների համար։ Հավատացել է Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձայն տվել, բայց 8 տարի անց նրան ասաց պետք է հեռացնել։ Հավաքին մասնակցող այս տղամարդը Հայաստանի անվտանգությամբ է անհանգիստ։ Այսօրվա դրությամբ ոզ մտածում եմ ոչ մի անգամ այսպես վտանգավոր չի եղել մեր վիճակը ըստ ինձ։ Ես ուզում եմ ձեր ծրագիրը Երաշխավորված խաղաղության մասին է դարձյալ հիշեցնում Գագիկ Ծառուկյանը։ Տալիս է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, անգամ Պակիստանի անունը։ Այս երկրի հետ Հայաստանն ավելի քան 3 տասնամյակ չի ունեցել դիվանագիտական հարաբերություններ։ Իրավիճակը փոխվել է ոչ վաղ անցյալում, անցած տարվա օգոստոսին։ Պակիստան, Ռուսաստան, այսինքն մենք ալև այդ պետք է պայմանավորենք խաղաղությունը, թուղթը ստորագրում ենք, սահմանը գծում ենք, որցե մեկը մեկին չի խանգարելու, ինչ եղել է կանգնում ենք։ Այդ ժամանակ նրանք երաշխավորում են, դուք համաձայն եք, ով փորձեց խախտել, ուրեմն մենք իրան պատժել ենք։ Հայաստանում խնդիրները միայն սոցիալական ու անվտանգային չեն։ Անարդարություններ էլ կան, շարունակում է Ծառուկյանն ու պնդում, իշխանությունը նախընտրական այս փուլում ապօրինությունների է դիմում։ Ասաց իր հայրենի Աբովյանում 52 պարեկի են գործից հանել, որոնց հարազատները իր բիզնեսներում են աշխատում կամ իր համակիրներն են։ 52 հատ պարետ գործից հանել են, որ մարդը քննությունն է հանձնատեստացել, որ հերը իմ աշխատողն է, որ իմ աները իմ կողմնակիցն է, եղբայրը իմ կողմնակիցն է, հանել են։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունից հերքեցին այս լուրը, Ծառուկյանը սակայն շարունակեց պնդել ասածը։ Իսկ Պարեկի, Դեղորայքի սխալ արտասանությունն ու անգամ իր միանման վերնաշապիկների շուրջ քննարկումները այս պայմաններում զարմացնում են Հայաստանի հարուստ մարդկանցից մեկին։ Ծառուկյանը պետք է Պարեկ ասել, բայց Պարեկ եմ ասել կամ Ծառուկյանը 3 գույնանի սարոշկա է հագնում։ Ծառուկյանի տղեն Բելարուսիայում է, բերել, արա գնացեք դուք մեր գերիներին բերեք, ամոթը, խայտարակ ենք լինեմ, խաղաղություն եք բերել, բայց գերիները այսօր մեր գեներալներն ու նախագահները այնտեղ նստած են, ինչ խաղաղության մասին կարող է։ Խնդիրները շատ են, ամփոփում է Ծառուկյանն ու առաջարկում զինվել համբերությամբ։ Ամենակարևոր փոփոխության համար, ասում է, քայլն արված է։ Կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ գոնե մեր հայությունը աշխարհին ասելու բան ունենա, որ ոչ թե պարտվել ես, ոչ իման չկա, այլ մենք աշխարհի առաջին քրիստոնեացն ենք, որ մենք ասելու բան ենք, նայել թող պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, Աստծո կամոք 27 թվականին կբացենք, ամեն ինչ կփոխվի, կզարգանա, շարժ կլինի, ասում եմ միլիոնավոր տուրիստներ են գալու։ Աչաջուրցի այս տղամարդը բառեր չի խնայում, որ շնորհակալություն հայտնի Գագիկ Ծառուկյանին Կոտայքի մարզում փրկչի արձանը տեղադրելու համար։ Դա ձեզ աստվածացրել է։ Երկրային կյանքում
դուք նույն Քրիստոսն եք, երկնայնում մեր Հիսուս Քրիստոսը։ Գագիկ Ծառուկյանը չի առարկում, ավելին կիսվում է իր նոր գաղափարով։ Բացի դա, դրա կողքը մյուս արիտակել նոյան տապանն եմ կառուցում, որ դա ամբողջ աշխարհը թնդացնենք, որ բոլորը կան տեսնեն, մենք ձեռագիր ունեցող պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը այսօր բուկլետներ չի բաժանում։ Ասում է, իրենք հենց քաղաքացիներին լսելով են կազմել ծրագիրը։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը տավուշում է, ինքը գործարարը տնային կալանքի տակ է, եղբորորդին է ընտրողների ձայները խնդրում, հիմնականում սոցիալական խոստումների դիմաց։ Ինչ մնում է խաղաղությանը, ապա պնդում են, թե դրսից երաշխավորների կբերեն, չստակեցնելով ինչպես։ Ուժեղ Հայաստանը երկրորդ օրն է Տավուշի մարզում է։ Այսօր էլ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հանդիպումները իր տատիկի ծննդավայր Գանձաքարից սկսեց, խոսեց սոցիալական խնդիրներից, հայտարարեց, թե աղքատության ցուցանիշը Տավուշում աճել է, ըստ նրա պետությունը պարտավոր է թե հոգալ գյուղացու մթերքի իրացման ու թե ուսանողների ուսման վճարի հարցերը, թե կոնկրետ ինչ միջոցների հաշվին կուսակցության առաջնորդները դեռևս չեն բարձրաձայնում։ Տավուշի մարզում աղքատությունը չի իջել։ Նոր գործարաններ, նոր աշխատատեղեր չեն ստեղծվել։ Ստեղծվել են աշխատատեղեր մենակ պետական ապարատում, որպեսզի իրենք ծանոթներին տեղավորեն։ Բայց այ աշխատող մարդու կյանքը մի փոքր չի լավացել։ Գանձաքարում Կարապետյանը պնդեց, գործող վարչապետ Փաշինյանը լավ խոսում, բայց վատ գործ է անում։ Ամիսներ առաջ բիզնեսից քաղաքականություն մտած ուժը պնդում է, իրենց մոտ հակառակը կլինի։ Հիմա մեր ժողովուրդը պետք է ընտրի։ Ընտրում է մի ղեկավար, ով քչախոս, աշխատատեղ է ստեղծում, գյուղացիների համար ապահովում է լավ կյանք, թե ընտրում է մի առաջնորդ, ով շատ սիրուն խոսում է, հետաքրքիր է ամեն օր իրար նայելը, էս ամեն անայում։ Բայց տանը քո երեխային պահելու համար քո միջոցները չեն ավելանում։ Քո երկիրը չի ուժեղանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչու է պետք, որ իրենք լինեն հարուստ։ Եթե ուզում ենք մենք անվտանգ երկրում ապրենք, մեր քաղաքացիները պետք է գյուղացին բերքը վաճառելուց պետք է լինի լավ գնով վաճառի, որ հարուստ լինի։ Հարուստ գյուղացին շատ հարկեր է վճարում, գնումներ է անում, դրանից հարկեր է գնում։ Տեղի բնակիչներից մեկը Ռազմիկ Մադայանը համագյուղացիներին կոչ էր անում ուժեղ Հայաստանի առաջնորդ Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին չկապել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարապետյանը Քոչարյանի հետ вообще կապ չունի։ Вообще կապ չունի։ Մի բերեք խանեկի հրապորտես։ Կարապետյանը մեր գյուղի թորն է։ Մեր գյուղի հավաք թորն է։ 40 տարի նրանց կապ, դերս կապ է տված կապ է մենք կել են, մեր եղել են, մեր թորերը կել են։ Վերջին ինչ եմ ուզում ասել, որ մենք բոլորս եմ, ես լիչնը, Ռազմիկ Սուրելի Մադայանը, ընտրելու եմ պարոն Կարապետյանի։ Նարեկ Կարապետյանն իր նախընտրական ելույթներում խոսում է երաշխավորված խաղաղության մասին, առանց դրա Ադրբեջանի հետ խաղաղություն չեն պատկերացնում։ Երկարաժամկետ խաղաղությունը մեծ ռիսկ է լինելու։ Մեզ պետք է երկիր, որը ստորագրի, որ մեր եւ իրենց մեջ կա երրորդ կողմ, ով կկիրառի միջոցներ։ Իսկ կարողության մեծ մասը Ռուսաստանում կուտակած գործարարի քաղաքական ուժը երաշխավորների մասին խոսելիս, սակայն Ռուսաստանի ու Իրանի հետ նաև նրանց հետ հակամարտող Միացյալ Նահանգների անունն է տալիս։ Կարապետյանին հարցրինք, ինչպես է պատկերացնում, որ տարիներ ի վեր խորը տարաձայնություններ ունեցող այս երկրները Հայաստանի հարցում կնստեն մի սեղանի շուրջ ու կպայմանավորվեն, ասաց շահերի համընկնման դեպքում դա տեղի կունենա։ Օրինակ Իրանի համար կարևոր նշանակություն ունի Հայաստանը որպես ելք դեպի Սև ծով Եվրոպայի շուկա։ Դրա համար իր համար կենսական է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հայաստանի անվտանգությունը կարևորագույնն է, մեր լավագույն բարեկամ երկրներից է եւ նաեւ TRIP-ի մասնակից։ Նաեւ տարածաշրջանային մենք ունենք դասական դաշնակիցներ, ովքեր պետք է տարածաշրջանում լինեն։ Մենք տեսնում ենք, որ շահերի համադրությունը տարբեր տեղեր տարբեր երկրներում իրենք նստել են մի սեղանի շուրջ եւ արդյունքի են հասել։ Այսօր Կարապետյանի քարոզարշավին ոչ միայն Գանձաքարից էին եկել։ Ուրիշ տեղից ենք մենք։ Ուրիշ տեղից ենք։ Եկել եք աջակցում եք, հա։
Հարցեր մի տվեք։ Ես Ռուսաստանից եմ, բայց բնակիչ եմ ստեղել։ Գանձաքարցի Ազնիվ Բեկնազարյանն ասաց կյանքի մեծ մասը Ռուսաստանում է անցկացրել, այժմ ամուսնու հետ գյուղ է վերադարձել, բայց աշխատանք չունի, 300,000 նոր աշխատատեղի խոստում տված միլիարդատիրոջ հետ հույսեր է կապում։ Մասնագիտության բուժքույր կինն սպասում է այս ուժն իշխանության գա, փոքրիկ գյուղում ինքն էլ գործ կգտնի։ Կոնկրետ ինչ խոստում են տվել։ Չէ, ուղղակի իրանց ֆունկցիաների մեջ կա, չէ, որ կբարելավեն գյուղի աշխատողների աշխատատեղեր կստեղծեն, որ հենց այդ նպատակով էլ հույս եք կապել։ Մյուս ուժերն էլ, բոլորն էլ ասում են, որ աշխատատեղերը կարևոր են։ Հիմա դա արդեն մեր ընտրությունն է, Ազի ջան, մենք ընտրել ենք, այո, հավատում ենք։ Եթե չլինի Ռուսաստանի օգնությունը մեր երեխաների, մենք ձմեռը սրտից, ամառը սովից կմեռնենք։ Ինքնը փոշակառուները։ Դուք Ռուսաստանում Սամվել Կարապետյանի աջակցությունից օգտվել եք։ Ոչ մի անգամ։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն այսօր նաև Իջևանում, Հաղարծինում և Դիլիջանում են հանդիպել ընտրողներին քայլել ու պատասխանել հարցերի։ Միաժամանակ իրավապահները գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդում են, որ Ուժեղ Հայաստանը ընտրակաշառք է բաժանում, այսօրվա ձայնագրությունների հիմքով էլ կան ձերբակալվածներ։ Սամվել Կարապետյանը մինչդեռ պնդում է, թե համակիրները քաղաքական ճնշումների են ենթարկվում։ Խաղաղության երաշխավորներ է խոստանում նաև Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ նախագահի Հայաստան դաշինքը շիրակում է Քոչարյանը ազատությանը մանրամասնել է, ինչպես է պատկերացնում, որ երկրների միջոցով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքն այսօր չեղարկեց Թալինի հանդիպումը։ Ինչպես պնդեցին, համայնքապետարանից ասել էին, թե չեն կարող ապահովել ընդդիմադիրների հանդիպումը իրենց նախընտրած վայրում Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով։ Համայնքապետարանից չեն արձագանքել սա վարչական ռեսուրսի չարաշահում համարող Հայաստան դաշինքի մեղադրանքին, իսկ Մարալիկում շրջելուն խանգարեց հորդառատ անձրևը, բայց կարծում են, անձրևը իրենց հաղթանակին չի խանգարի։ Նույնիսկ նա թրջված էլի կարող է։ Անձրևը գնալով ուժեղացավ ու հանդիպումը Հայաստան դաշինքում ընդգրկված դաշնակցության գրասենյակ տեղափոխվեց։ Մարալիկցիներից մեկը մտահոգ էր ու հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին։ Կամ խզվում է, կամ ախպերություն է, ասաց Քոչարյանը ու հավելեց, ամեն ինչ ընտրողի ձեռքում է։ Այն խոսովիթը, որ այսօր պաշտոնյաները ունենում են այնտեղ, ուղղակի մի բանի մասին է խոսում, որ ինչ-որ մի կետ կա, որից շրջվելու տարբերակ չես ունենալու, շատ մոտ է Հայաստանը այդ կետին, իսկապես շատ մոտ։ Հայ-ռուսական հարաբերությունների հարցը գլխավորներից էր, որ հուզում էր հավաքվածներին։ Ինչքանով է իրանց անհանգստացնում ստեղի վիճակը, ասենք, իրանք փորձում են ինչ-որ բան ձեզ հետ շտկել, թե չէ։ Նայեք, ես այդ լծակները չունեմ շտկելու համար։ Իհարկե շփումները կա։ Ռուսաստանը մի բան կա, մի մոտեցում կա, իրենք որոշակի վերաբերմունք ունեն սենտիմենտալ հայ ժողովրդի նկատմամբ, հետ ունեն։ Մի տարեց մարդու էլ մի հարց էր հուզում։ Կարող է ես տեսնեմ, որ Ղարաբաղը կեղնի մերը։ Քոչարյանն ի պատասխան տարեց Մարալիկ ցուցանկության ասաց, թե դա ամենաբարդ հարցն է։ Ինչ պետք է անենք առաջինը, պետք է Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է հաստատենք։ Միջև այնտեղ այդ հողի վրա, միջև տեղում այդ մարդիկ չլինեն, ուրիշ հարցերի մասին խոսալան իմաստս։ Ուրեմն իրավունքը պետք է ճանաչվի, վերադարձի իրավունքը ենթադրում է անվտանգ վերադարձ, անվտանգ վերադարձը նշանակում է որոշակի երաշխիքներ։ Եթե սա չկա, այն մնացած իմաստ խոսակցությունը ավելորդ խոսակցություն։ Քաղաքական այս ուժը հայ-ադրբեջանական խաղաղությունը հնարավոր է համարում երաշխավորների պարագայում, որ երկրներին է տեսնում որպես երաշխավոր, հետաքրքրվեցինք երկրորդ նախագահից։ Նայեք, ես թվում ամենից լավ ֆորմատը հենց այդ Մինսկի խմբի ֆորմատն էր, այդ պետությունների ֆորմատը, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Եվ կարծում եմ ինքը ժամանակին աշխատող ֆորմատ էր, չնայած հակասությունների իրար մեջ, բավական արդյունավետ աշխատել են երկար տարիներ։ Եվ երբ խոսում եք երաշխավորների մասին, երաշխավորները պետք է կարող
պետություններն են պետք է հնարավորություն ունենով բավարար հզորություն եւ ազդեցություն միջազգային ասպարեզում ունեցող երկրները պետք է լինեն։ Չի կարող օրինակ Կենիան կամ Նեպալը երաշխավոր լինի այս համաձայնագրի։ Ամենայն արգանքով այդ երկրների Առանց երաշխավոր չի լինի, ասես։ Դուք բերեք գոնե մեկ օրինակ, երբ կոնֆլիկտից հետո խաղաղություն է հաստատվել առանց երաշխիքային համակարգ։ Իհարկե չի։ Որտեղ եթե չկան երաշխիքային ընդհանրապես համակարգ, նշանակում է մեկ բան։ Խաղաղությունը կախված է լինում մեկ մարդու ցանկությունից, տրամադրությունից։ Սա խաղաղություն չի։ Սա նշանակում է, որ կա ուժեղ կողմ, կա թույլ կողմ, եւ միշտ ցենց թույլ կողմը ճնշված վիճակում է լինում։ Տվյալ դեպքում Հայաստանն է։ Կամ պետք է ստեղծես այդ ուժերի բալանսը, ստեղծվի հավասարակշռություն, իսկ դրա համար տարիներ է պետք։ Սա է շատ պարզ տրամաբանություն։ Ֆրանսիայի Ռուսաստանի Միացյալ Նահանգների նախագահությամբ գործած Մինսկի խմբի լուծարումը խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի նախապայմաններից էր։ Երևանը համաձայնեց դրան նախքան ստորագրումը Հայաստանն ու Ադրբեջանը անցած տարի Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ դիմեցին ԵԱՀԿ-ին, որ խումբը լուծարվի։ Այս կառույցը 44-օրյա պատերազմից հետո Ալիևի կոշտ քննադատությանն է արժանացել Ադրբեջանի առաջնորդը այն ոչ գործունակ ու անարդյունավետ էր անվանում, համանախագահներին պարբերաբար թոշակի ուղարկում։ Էդմոն Մարուքյանը ընտրապայքարը չսկսած հայտնվեց իշխանության քննադատության կենտրոնում։ Մի իշխանություն, որի մաս է եղել Լուսավոր Հայաստանի ղեկավարը։ Մարուքյանի եւ Փաշինյանի քաղաքական սիրավեպը արդեն մի քանի տարի ապահարզաններով ու միացումներով է ուղեկցվել։ Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է՝ պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը եւ հայկական պետականության բովանդակությունը։ Ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական քարոզարշավը զայրացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարին։ Արայիկ Հարությունյանը կոշտ բառապաշարով հիշել է, որ նախորդ ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանը պաշտոն է ստացել այդ նույն իշխանության ձեռքից ու Facebook-յան գրառմամբ զգուշացնում է՝ նույնը չի կրկնվի այս ընտրություններից հետո։ Նայում եմ Էդմոն Մարուքյանի ճակերտավոր քարոզարշավը, ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի 8-ից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ իր եւ թիմակիցների համար ապաստան գտնելու, բայց 2021-ն իր համար չի կրկնվելու, սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող։ Այդ թարախ Էդմոն Մարուքյանը 2021 թվականի ընտրություններից 9 ամիս անց նշանակվեց հատուկ հանձնարարություններով դեսպան ու Փաշինյանի հետ շարունակեց աշխատել նաև Արցախի հայաթափման օրերին։ Նա ազատման դիմում գրեց 2024-ի մարտին։ Մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով մեկնաբանել էր Էդմոն Մարուքյանը։ Ուզում եմ մի հատ արձագանքեմ են կառավարությունում մի հատ թարախապալար կա։ Ուշադիր լսի ինչ եմ քեզ ասում։ Դու քուսախ կյանքով քո ապրած անցած ճանապարհով, եթե կարելի է անցած ճանապարհ ասել, քեզանից ոչ մի բան չես ներկայացնում։ Արայ անհնգեր մարդ։ Այդ շենքում մեկը չկա քեզանից չզզվի։ Այդ հո ես տեսել եմ, գիտեմ։ Ու դու էդ ինչ վիրավորանքներ ես գրում արա։ Էդմոն Մարուքյանը Արայիկ Հարությունյանի մասին է խոսել, բայց նրա գրառման բուն բովանդակությանը, թե իշխանությունների դռների մոտ ապաստան է փնտրել իր ու թիմակիցների համար, սրան չի անդրադարձել։ Հիշի այսօրը։ Գալու ենք շլնքից հետ բռնելու ենք դու շպրտենք այդից։ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից առաջ էլ Մարուքյանը Փաշինյանին չէր խնայում։ Պատերազմում պարտության համար նրան էր մեղադրում, թե երբեմնի թիմակցի նախընտրական որ քննադատությունն է բարկացրել Արայիկ Հարությունյանին, նա այդ մասին ոչինչ չի նշել։ Նախընտրական այս արճակատումը ըստ Մարուքյանի սրվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ բանավեճից հետո։ Երեք ուրեմն ԴՀԿ-ի մոտ տեղի ունեցած մեր բրիֆինգը, հայտարարությունը, հետո նախարարի հետ այդ բանավեճը շատ ոնց որ մեծ ցավ է պատճառել իշխանություններին։ Լուսավորի առաջնորդը թիմակիցների հետ նախորդին հարկադիր ծառայության մոտ հանդիպել էր ԿՊԱ-ական Գալյանին։ Ընդդիմադիր Մարուքյանը դժգոհում էր հարկադիր ծառայության անփույթ աշխատանքից, թե մարդկանց հաշիվների վրա կալանք դնելիս օպերատիվ են գործում, բայց պարտավորությունները կատարելուց հետո հարկադիրը այդ սանկցիան չի վերացնում։ Չի չեք ապասարեցնում։ Բողոքում եք հարկադիրի գործառույթից, որը օրենքով նախատեսված է։ Ոչ, մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սարեցնում է գործառույթը շատ արագ վարկյանների ընթացքում անում է։
Բազմաթիվ։ Լուսավոր Հայաստանի առաջնորդն ու ԿՊԱ-ական նախարարը բաժանվեցին խաղաղ առանց միջադեպի։ Այսօրվա կառավարությունը 2 տարի առաջ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում դադարեցրել է երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր ամերիկյան ներդրողների կողմից։ Լուսավոր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է «Պաշտպան իր ինքնությունդ» կարգախոսով։ Համարում են, որ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային ինքնությանը վտանգ է սպառնում։ Քարոզարշավին մասնակցող այլ ուժերի մասին սոցցանցերում մեր էջերում, իսկ այժմ թողարկման երկրորդ հատվածի թեմաները։ Երևանում է ամերիկյան պատվիրակություն, որը պետք է նախագծի Թրամփի ուղին։ Թրամփը ժամանել է Չինաստան, վերջին 10 տարում Ամերիկայի առաջին ղեկավարի այցն է։ Անչափահասներին սեռական բռնության ենթարկելու գործի շուրջ աղմուկը չի մարում։ Երևանում է ամերիկյան ICOM ընկերության պատվիրակությունը, որին Վաշինգտոնը վստահել է թրիփի իրականացումը։ Մանրամասներն ամերիկացի մասնագետներն այսօր քննարկել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Գրիգորյանն այսօր նաև խաղաղության նախաձեռնությանը նվիրված քննարկում է անցկացրել միջազգային մի շարք գործընկերների հետ։ Թրիփը Սյունիքով կապելու է Ադրբեջանի մի մասը Նախիջևանի հետ, ըստ Վաշինգտոնյան փաստաթղթի Հայաստանը կօգտվի փոխադարձ առավելություններից, բայց Ադրբեջանի տարածքով հայերի անցման կոնկրետ պայմանավորվածության մասին դեռ չի հաղորդվում։ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների իրականացման առաջընթացի զեկույցը, ընդգծելով իշխանությունների ձեռնարկած նշանակալի քայլերը։ Ըստ մասնագետների գնահատականների, այս տեմպով շարունակելու դեպքում 3-4 տարի անց հնարավոր կլինի առանց վիզայի մեկնել Եվրամիության երկրներ։ Մոլդովայում և Վրաստանում այդ գործընթացը սկզբից մինչև վերջ տևեց գրեթե 7 տարի։ 7 տարին բավական երկար ժամանակ է, չէ՞։ Մեր հիմնական նպատակը գործընթացն ուսումնասիրելն էր, հասկանալու թե որոնք էին հիմնական մարտահրավերները, ինչ ոլորտներում կարելի է բարելավել աշխատանքը, որպեսզի հայկական կողմի համար հնարավորինս հեշտացնենք գործընթացը և հնարավորինս կրճատենք ժամկետները։ Քաղաքական որոշումը դեռ չի նշանակում, որ այն կիրականացվի, այնպես չէ։ Պետք է այնպես կազմակերպել համակարգը, որ միջին օղակի ղեկավարությունը իրականացնի այդ որոշումը, իսկ ամենացածր մակարդակում սեղանի մոտ նստած աշխատակիցը անի հենց այն, ինչ անհրաժեշտ է։ Այդ տեսանկյունից ամենակարևոր հարցը համակարգի ճիշտ կազմակերպումն էր, սա էր հիմնական մարտահրավերը։ Երկրորդ կարևոր կետը հաղորդակցությունն էր։ Հաղորդակցությունը այս գործընթացի առանցքային սյուներից մեկն է, եւ խոսքը միայն պետական համակարգի կամ բյուրոկրատիայի հետ հաղորդակցության մասին չէ, այլ ամբողջ հասարակության հետ։ Քանի որ մենք այժմ տեսնում ենք բավական մեծ էնտուզիազմ, մոբիլիզացիա, հանձնառություն եւ նվիրվածություն, այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանը կարող է այս ճանապարհն անցնել շատ ավելի կարճ ժամանակում, քան մյուս երկրները։ Անկարան հաղորդում է իրականացրած փոփոխության մասին, ըստ որի Թուրքիայից երրորդ երկիր եւ այնուհետեւ Հայաստան գնացող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը կգրվի Հայաստան։ Երևանը շտապել է ողջունել այս որոշումը, ընդգծելով, որ այն կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։ Թուրքիան մինչև օրս չի կատարել սահմանը երրորդ երկրների համար բացելու պայմանավորվածությունը։ Միջազգային լրահոսը գլխավորում է Միացյալ Նահանգների նախագահի այցը Չինաստան։ Վերջին 10 տարում Ամերիկայի որևէ առաջնորդ Պեկին չէր գնացել։ Երկու երկրների հարաբերությունները լարված են, Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը։ Երկկողմ բանակցությունները նախատեսված են այսօր, Թրամփի օդանավն արդեն վայրեջք է կատարել Պեկինում։ Հայաստան վերադառնանք 3 ուղիղ եթերում ոչ եթերային արտահայտություններով վարչապետին սպասող ընդդիմադիր ակտիվիստին այցելել են ոստիկանները, նա մինչև հիմա ձերբակալված է։ Ռաստերիտ կուտոկին, ավակի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս էլ շենքերն է։
Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմաց տղամարդն արդեն 1 օրից ավելի է ճաղերի հետևում է։ Մինչ վարչապետը երեկ երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին։ Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն ձերբակալել գործարար տղամարդուն։ Բռնի կերպով ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Հրելով բոլորիս, տարեց մորը այս սրանք։ Ձերբակալությունից հետո իրավապահները լուռ են։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե ինչու է 24 ժամ տղամարդուն պահում անազատության մեջ։ Ազատության տվյալներով վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-ից 4 տարվա ազատազրկում։ Ավետիսյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քննչականը դեռ ժամանակ ունի ուսումնասիրելու, արդյոք նրա արտահայտությունները օրենքի խախտում են։ Երկու ոստիկանական էր, մեկը սովորական քաղաքացիական համազգեստով էր։ Տղայիս թևը օլորած, ձեռնաշղթան հագցրած ու քաշքշում են։ Զարմացանք, գոռացի, ասես ինչ եք անում։ Տան դռան դեմը շեմին կարելի է այսպիսի բան անել, ես ինչ եք անում։ 76-ամյա Անահիտ Հակոբյանն այսօր պատմեց, որ որդին տանը չէր, զանգել էր ասել, որ շուտով կգա, սակայն որդուն եւ ամուսնուն սպասող տան կանանց դրսից լսվող աղմուկ աղաղակն է ստիպել դարպասներից դուրս գալ։ Ինչքան ասում են, այդ ձեռնաշղթան բռնողը, թևը բռնողը ավելի ուժեղ հոլորում, որ ավելի շատ ցավ պատճառ է այդ թևին։ Մի խոսքով հարսս էլ դուրս եկավ հետս միասին, հարսից հրվշտեցին։ Հղիա 7 ամսական հղիություն ունի։ Ձերբակալվածի մայրը պատմեց, որ իրեն եւս հրել են։ Համացանցում տարածված կադրերում լսելի է, որ Արտակ Ավետիսյանն ու մայրը ոստիկաններին հորդորում են ձեռնաշղթաներ չանցկացնել, որ նա չի փախչի, բայց իզուր անպատասխան են մնացել նաեւ հարցերը, թե ուր են տանում։ Չէ, ոչ մի բան մենք չիմացանք, չհասցրինք էլ, որ ասենք ինչի համար, ավելի շուտ հարցրինք, ինչ եք անում, ինչի համար եք սենց անում։ Ոչ մի պատասխան չստացանք, վերջում նոր իմացանք, որ տանում են Շենգավիթ Քաղմաս։ Մայրը տարակուսած է, որդին ճիշտ է, կոպիտ ձևով է արտահայտվել, բայց դա հանցագործություն չէ, պնդում է։ Որտեւ նախ դա միայն իմ տղան չի ասում, որ մեկի բերանը պիտի փակի։ Արտակ Ավետիսյանի փաստաբանն այսօր չցանկացավ մեկնաբանություններ տալ, իսկ մի շարք ընդդիմադիրների շահերը պաշտպանող Ռուբեն Մելիքյանը պնդում է, թե Ավետիսյանի արտահայտություններում օրենքի խախտում չկա։ Հանդուգն որ ասում են, բարից բուն իմաստով, այսինքն թե ոչ մի ապոլիտի բան չկար, մի բառ կար ընդամենը, որ հետ էլ հաստատ թեմա չի։ Ասում քննադատում է այն բոլոր բաների համար, որոնք որ շատ բնական քննադատելի բաներ են, вообще բան չկար, էլի կրիմինալ չկար։ Մելիքյանը շարունակում է պնդել, իրավապահներն իրենց բուն գործառույթները թողած ընկած են քաղաքական գործերի հետևից։ Այս է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման հարցում հապաղում են։ Օրինակ է բերում VD-ի անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործը, որն ակտիվ քննության փուլ մտավ միայն լրագրողների բացահայտումներից հետո։ Պեդոֆիլների պարագայում տեսեք քանի ինչքան ժամանակ տևեց, ամիսներ տևեց։ Ազատության մեջ էին, ինչ ասես տեղի չունեցավ։ Հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են մատնացույց հանել նաև իրավապահների խտրական մոտեցումը, երբ ակտիվություն են ցուցաբերում հիմնականում իշխանության քննադատների նկատմամբ, իսկ այլ դեպքերում պասիվ են, ինչպես օրինակ տեսախցիկների առջև կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ արած Գառնեցի տղամարդու դեպքում։ Չնայած ամիսներ առաջ հարուցված գործին, տղամարդը մեղադրյալ չէ, ազատության մեջ է։ Քննչականն ասում է, որ նախաքննությունը շարունակում է։ Իսկ բուն մանկապղծության գործով դեռ գլխավոր հարցի պատասխանը չի հնչել, ինչով էին ամիսներ շարունակ զբաղված իրավապահները, երբ ահազանգից հետո կասկածյալները մնացել են ազատության մեջ ու ըստ հարազատների շարունակել հանցանքը։ Ոստիկանապետն ասում է, իրենց գործը ահազանգի հետևից գնալն էր, գնացել են, հետո ինչ կլիներ, արդեն այլ մարմին պիտի զբաղվեր։ Երրորդ օրն է VD-ում սեռական բռնության ենթարկված աղջնակը դպրոց է գնում քրոջ ու եղբոր հետ, ավագ քույրը հեռավար կսովորի։ Դասարանում իրենց լավ են զգում, շրջապատված են սիրով, շատ հոգատարությամբ եւ դասղեկը, հոգեբանը եւ տնօրինությունը
իրենց ջերմությամբ են շրջապատում աղջիկներին, 3-ին էլ նախ, տղան նույնպես մեր ուշադրության կենտրոնում է, փառք Աստծո, ադապտացվում են միջավայրին։ Ընտանիքի 3 երեխաները Վեդու հիմնական դպրոցում են սովորում։ Տնօրեն Ալվարդ Պապոյանը, որ մինչև այս հոգեբանի հետ պարբերաբար տուներ այցելում, այժմ վստահեցնում է, թե հոգեբանական աշխատանքն է շարունակվում, թե կրթական պրոցեսն է վերականգնվել։ Ընկերուհիների հետ շփվում են, սա եւս շատ ուրախացնող է։ Մենք կողքից անընդհատ նայում ենք։ Ամեն ինչ կարծում եմ, որ արագ հունի մեջ կընկնի։ Երեկվանից ոստիկանությունն է հերթապահում անչափահաս քույրերի տան մոտ, այսօր առավոտից էլ դպրոցի մոտ էին։ Այսօր առավոտվա 8:45-ից ոստիկանը հերթապահում էր դպրոցի դարպասի մոտ, ամբողջ օրը դարպասի մոտ կանգնած եղել, կարելի ասել պահակային ծառայություններ իրականացնում եւ նախ երեխաները իսկապես շատ ապահով ձեռքերում են, այնուամենայնիվ դասերի վերջում իջեցրել է ոստիկանը իրենց մեքենայով տարել է։ Մենք այսօր նաև պաշտպանության միջոց ենք կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ անվտանգության միջոցներ եւ այլն։ Քննչական կոմիտեի նախագահն օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանության անվտանգության միջոց կկիրառվի։ 3 ամսով ուշացած պաշտպանություն է, ասում է բռնության ենթարկված անչափահաս քույրերի փաստաբանը։ 24 ժամ պետք է հսկվեն երեխաները, նրանց շարժը հսկվի, որպեսզի ավելորդ ինչ որ միջադեպեր կրկին անգամ չարձանագրվել, մասնապես խոսքը կարող էր գնալ եւ մեղադրյալների ընտանիքի անդամների կողմից եւ չգիտեմ այլ անձանց կողմից, թեպետ նշեմ, որ այդ ընտանիքի անդամների կողմից մանկապիղծների որևէ միջադեպ երեխեքի մասով մենք չենք արձանագրել։ Մեղադրյալները 3-ն են ընտանիքի հետ մտերմություն արած 65-ամյա վեդեցի տղամարդը իր 58-ամյա ընկերոջ հետ մեղադրվում են սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար։ Իսկ 39-ամյա մի երևանցի, որ ընտանիքին որպես բարերար է ներկայացել, մեղադրյալ է ավելի մեղմ անառակաբարո գործողություններ կատարելու հոդվածով։ Վերջինիս մեղադրանքն ըստ փաստաբանի պայմանավորված է նրանով, որ կրտսեր աղջնակը, որի հեռախոսում էլ գտնվել են այս բարերարի ձայնային հաղորդագրությունները, դեռ չի հարցաքննվել։ Ամսի 6-ին էր, որ փորձում էին առանց փաստաբանների եւ օրինական ներկայացուցիչ տանել հարցաքննության ներկայացնել, ինչը չթողեցինք մենք, դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել։ Մեծը հարցաքննվել եւ առերեսվել է։ 3 մեղադրյալներն էլ կալանավորված են այժմ։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ունի կասկածներ, որ նրանց սեռական կրքերի զոհերը միայն այս 2 աղջնակները չեն։ Կերազեն, տեսեք ինչ եմ ասում, որ կասկածները մեզ չփարատվի։ Վեդիի այս զարհուրելի պատմությունը լրահոսում այս ամսվա սկզբին պայթեց։ Դեռ փետրվարին ոստիկանությունն ահազանգ էր ստացել աղջնակներից մեկի նկատմամբ սեռական բռնության կասկածի մասին։ Ըստ փաստաբանների իրավապահները ոչինչ չէին ձեռնարկել։ Հետո երկրորդ ահազանգը արդեն ավագ քրոջ հանդեպ բռնության, ապրիլին դարձյալ անգործություն։ Մինչև Բադոյան Նյուզը գրեց, թե իրավապահները մանկապղծության գործ են կոծկում։ 3 ամիս շարունակ ազատության մեջ գտնվող ենթադրյալ բռնարարները կալանավորվեցին օրեր առաջ։ Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Ձեզ ինչի՞ է թվում, որ այդ գործը, բա դուք որտեղից եք իմացել այդ գործի մասին։ Մայիսի 7-ին օրվա առաջին կեսին այս կարծիքին էր վարչապետ Փաշինյանը։ Երեկոյան սակայն Արարատի մարզի ու Վեդու քննչականի ոստիկանության բոլոր բարձրաստիճանները հեռացվեցին աշխատանքից։ Մարզի դատախազն ինքը հեռացավ։ Հիմա արդեն Փաշինյանն այս սարսափելի պատմության մասին խոսում է առանց իրավապահների հանդեպ գորովանքի։ Որոշակի դառնության զգացում ունեմ, որ եւ կարծում եմ եւ պահանջում եմ, որ այդ օրինակ դեպքերում հատկապես բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի նկատմամբ հնարավոր պոտենցիալ տեղ ունեցած դեպքի։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը կարծում է բոլորը չի, որ հեռացվել են։ Իրավապահների անգործության հետևանք էր, որ աղջնակների հորեղբայրը դանակով փողոց էր դուրս եկել ու դանակահարել ենթադրյալ մանկապիղծներից մեկին։ Հետո էլ, երբ երեխաներից մեկին առանց փաստաբանի ու օրինական ներկայացուցչի հարցաքննության էին կանչում, միջադեպ էր եղել ոստիկանության ծառայողի հետ։ Երեխաների հորեղբայրը ձերբակալվեց, սակայն նրան մեղադրանք չառաջադրվեց, ազատ արձակվեց։ Չուզեցան հասարակության կրքերը ավելի թեժանա։ Ես կարծում եմ, որ ավելի կթեժացներ
վրդովմունքը հասարակության մեջ, եթե հիմա էլ հորեղբորը մեղադրանք առաջադրի, հասկանալով հանդերձ, թե ինչու է հորեղբայրը այդ քայլերին դիմել։ Իրենք էլ մեզանից լավ հասկանում են, չէ, հորեղբայրը ինչի էր այդ քայլերին դիմել։ Իրավապահների պաշտոնանկություններից հետո անչափահաս քույրերի փաստաբանները հարցաքննության ծանուցումներ չեն ստացել։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։